we're live. Դե ուրեմն սիրելիներ բարի ուշ երեկո, ինչպես միշտ նոր մնա ձայնս ստուգեք շարժվենք առաջ օրակարգի վրա եկեղեցին, միությունը ազգերի եւ հատուկ ուշադրություն եւ անդրադարձ երրորդ կետի վրա մեր օրակարգի շատ արագ ենք ամփոփելու եւ դա ասորիների համայնքի գյուղն է, թե գյուղերն են Հայաստանում։ Հատուկ ուշադրություն ենք դարձնելու այս երրորդ կետին, որովհետև շատ մեծ խախտումներ ենք գտնում եւ միևնույն ժամանակ այդ խախտումները, որոնք սպառնալիք են մեր ինքնությանը, եթե ասորին չի կարողանում նույնաչափ սոբսդի կամ եւ այլ ունենա ինչպես մի քանի, եթե պետք եղավ պերևառոդանող պիխոտ փոքրամասերը հասկացողը հասկացավ, անդրադարձ չեմ էլ անելու նրանց։ Ինձ հետաքրում է իմ ասորի եղբայրները, բայց գալիք օրերին մենք հավաք ունենք առանձին տեղ, այն ինչ որ կատարվում է Եթիոպիայում, Եգիպտոսում, հնդիկմալապարների, Շրի Լանկան, էրիթրեացիների եւ ընդհանրապես ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների եւ օրիենտալ Սուրբ ուղղափառ եկեղեցու մեր քույր եղբայրների գլխին 15 թիվն է եղբայր։ Դրա համար մենք հավաքական միտեղ մենք սրան կոչում ենք միությունն ազգերի, բայց որ ազգերի։ Քրիստոսի ընտանիքի։ Եվ մենք այս կետի վրա արդեն ինքնապաշտպանվելու իրավունք ունենք աշխարհով մեկ։ Մենք Իմանուել Մակրոնի կեցվածքը Սուլթան Էրդողանի UAE Էմիրայտների եւ այսօրվա Թեհրանի դիկտատոր իր ժողովրդին եղերնի ենթարկող ծայրահեղ իսլամական կառավարության դրացու տեխնիկայինն անա Եթիոպիայի պրայմ մինիստրը դե պանտուրկիզմին կոնտեր գործ կլինի միությունը ազգերի, բայց որ ազգերի այն հիմնական ցեղը եւ այն հիմնական ընտանիքը, որ հավաքական եւ մինչ այսօր ի սկզբանե հնազանդ է 3 եւ ընդհանրական տիեզերային Հիսուս Քրիստոսի ժողովներին։ Մենք որպես քրիստոնյաներ պասիվ չենք, մենք Հայաստանում առաջի քրիստոնյա երկիրը, որ ԱՄՆ-ի փոխնախագահը մեջբերում արեց, որ bedrock եւ օրորոցն է Հայաստանը, քրիստոնյա աշխարհի, բայց դուք լկտիորեն եք այդ դրոշակը ձեռքներդ բռնում շատերը։ Անտեսում եք ձեր եղբոր երեխաներին, որ եղերնի են ենթարկում։ Գնում կանգնում եք բագրատներ ու դաշնակների կողքին, այդ բոլորը սրբած հանած է մեր կյանքից։ Մենք պահանջում ենք ՀՀ կառավարությանը առաքելական մշակույթի բարոյական հողի վրա մեր իրավունքը։ Մենք ենք ազգային եկեղեցիական պատգամավորական ժողովը հավաքական, որովհետև նույն կոռուպցիան մեր եղբայրական ընտանիք ասորիների եկեղեցին ունի, Եթիոպիայի եկեղեցին ունի, Եգիպտոսի, հնդիկմալապար չգիտենք, չենք ստուգել, բայց այնտեղ մի քիչ դժվար է, ուրիշ տեսակ են պատժում։ Այ բրավո իրենց։ Եվ ընդհանրապես առաքելական եւ օրիենտալ ուղղափառ Սուրբ եկեղեցին մենք մեկտեղ ենք հավաքվում։ Ուստի պիտի խնդրեմ ուշադիր լինեք, որ գալիք ընտրություններին շատ կարևոր է թե մեր ազգային իդեոլոգիական արժեքներ եւ գաղափարախոս ադվոկատները խորհրդարանական շարքերում ովքեր են լինելու։ Ես Հայաստանում չեմ տեսնում տենց մարդեր։ Բոլորն էլ մեկը մյուսի գրպանը դրած տղաներն են։ Ձեր պետականաշնոր հանուն հանրապետություն կուսակցություններ, դաշնակ, փնչակ, հնչակ, բոլորը նույնն են։ Բոլորը համաձայնություն ունեն կամ մեկ կողմի կամ մյուսի հետ։ Ազգային աշխատանք ոչ մեկը չի անում։ Մտահոգված եմ կրթական ոլորտում են պատմական գրքերը, որ կերակրում եք երեխեքին։ Ես մտահոգված եմ, որ անպատժելիությունը պահեց նույն լկտի օլիգարխ ազգիս գլխին օրինակը լֆիկ ու արտակ, ամենաբարձր երթևեկություն ունեցող տեղը նույն օլիգարխն է առևտուրն անում, պարոն վարչապետ, մոնոպոլին
պետականորեն կանաչ լույս է ստացել Հայաստանում։ Բա որ ճանապարհները բացվում է եւ Ամերիկան հնարավորություն է տալիս։ Այդ ինչի պետք է նույն Հայաստանը շարունակի միլիարդ տրիլիոնատեր լինել։ Բա ուրա ժողովրդի բաժնետեր լինելու իրավունքը։ Ասեմ ուրա սիրելիս։ Հեծը կազգայնացնեք եւ յուրաքանչյուր հայ ՀՀ քաղաքացի իրավունք կունենա 1, 2 թե 2000 բաժիններ գնել եւ այդ իր բաժնետեր լինելով տոկոսները մտցնել բանկ։ Յուրաքանչյուր քաղաքացի, ինչի՞ չեք անում։ Պղնձամոլեբտնի ազգային հարստություն լինելով ուրա հանրային բաժնետեր լինելու իրավունքը հայ ժողովրդի։ Բա ով կմնա այդ երկրում, եղբայր։ Ստի ես խնդրում եմ 3 կետերի վրա շատ ուշադիր։ Եկեղեցին դա մենք ենք։ Դա ոչ մշակույթի նախարարն է կամ նախարարուհին, ոչ կապի եւ տրանսպորտի, ոչ էլ էկոնոմիկայի, ոչ Հայաստան դաշինքն է, ոչ էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Եկեղեցին մենք ենք։ Մենք չենք ընդունում, որ դառնա հայաստանյան, կրկնում եմ, եւ Երևանյան մայրաթոր, դա ամենայն հայոցն է։ Սուրբ գործը անձեռնամխելի եւ սրբազան մոտեցմամբ, հարգելի պետություն, սիրելի բոլոր ուսադիրները կրող իմ Հայաստանի Հանրապետության պետություն։ Մենք մարկության դեմ հանցագործությունը բաց թողում չենք արել, մենք չենք մոռացել, ուղղակի այսօր բացահայտ քրիստոնյա ավանդական եկեղեցու հանդեպ եւ բաց ժողովրդի քրիստոնյա ժողովրդի հանդեպ եղերն է տեղի ունենում եւ ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում, նույնը այս Իմանուել Մակրոն 10 երեսանի է ինքը։ Այն ինչ որ լինում է Էթիոպիայում 15 թիվն է։ Ինտերնետը անջատել է տվել մարդը, սուլթանի լակոպն է, puppet, հա։ Ժողովրդի ձեռքից հեռախոսներ է հավաքում, որ ամհարա ժողովրդին եւ հին Էթիոպիայի ամհարացիներին, որ մեծամասնությամբ առաքելական են եւ օրիենտալ ուղղափառ Սուրբ եկեղեցու հետևորդներ են, առաքելական Սուրբ եկեղեցու։ Ուղղակի բաց եղերն է անում։ Ոստի խնդրանքս երրորդ կետը, որ նշեցի, մեր ասորին եղբայրներին Հայաստանում։ Եղբայր կրկնելու եմ, չի կարա ռուսը եզդին, կրկնելու եմ, քուրդը ասի ինքը իր աղբոր տան մեջ է։ Բարի են եկել, համայնք են, թող իրանց համայնքի խնդրագրերը ներկայացնեն պետությանը։ Ես իրանց հետ գործ չունեմ, եղբայր։ Ես ոչ քո եզդի հետ գործ ունեմ, ոչ քո քրդերի հետ, ոչ էլ քո ռսների հետ։ Ես իմ եղբոր հետ գործ ունեմ, ասորիների։ Հիմա մենք հանդիպում ունենք գալիք եւ ազգերի, միությունն ազգերի, այս ազգային աշխատանքը կրկնելու եմ, ՆԱՏՕ-ից մեծ է։ Ես միայն այստեղ բլոգերություն չեմ անում ձեր դերասանների ու փիսիկ դոգու քրիստիկների նման։ Դոգ կուսակցություն, կոկորտիլոս։ Ձերբերումը շատ մեծ է Ամերիկայի հետ։ Բայց եթե դու ինքնակառավարման ողնաշար չունես, ամերիկացին իր ներդրումը պաշտպանելու համար կտա գլխիդ կասի ես տարածքներում գյազարցանի, բայց չես կարողանում տնօրինես։ Կա նման բան։ Կա նման բան։ Դու պիտի ազգային ողնաշար ունենաս, այդ քո 26%-ի տեր կանգնես 30%-ի։ Դա մի հոգով չի լինում։ Ես պիտի խնդրեմ հարգելի վարչապետին ընտրության շեմին սկսի մտածել մեկ կողմով, որ կետասենտրիկ, մեկ գրասեղանի սենտրիկ կառավարման սիստեմը մի քիչ վերամտածենք, պարոն վարչապետ։ Այո, չափից ավել կենտրոնացված է, ապա կենտրոնացնել։ Այսինքն, նախարարություններին շնչելու տեղ տալ, որ աշխատեն։ Վստահի, բայց ստուգի։ Ուղղակի աշխատանքի մի քիչ ավելի դաշտ բաց։ Եվ ընդհանրապես քո 1-2 նախարարները ընդհանրապես իրենց տեղում չեն։ Նամանավանդ ուժայինների հետ կապված։ Քո արդարադատության նախարարուհին Սրբուհի Գալյանը
Ինչ գործ ունի այդ պաշտոնին եղբայր։ Դրա համար այսօր մեկը Սերժ Սարգսյանի հին շրջապատի մարդն է, դատախազի պագոնը վրեն, մյուսն էլ Քոչարյանի թե Դոդի։ Դուք բերել եք Սերժ Սարգսյանի փեսայի եղբորը, դրել եք մի 3-4-5 տարի որպես արդարադատության նախարար։ Խնդրեմ, դա ընտրվում է թե նշանակվում է։ Այսինքն ամեն ինչը հասկանալով հանդերձ մենք ձեզ ասում ենք, որ ազգային կողմը երկիր ու հայրենիք չի զիջում, իր երեխաների ապական չի զիջում, մեր դուրը չի գալիս ձեր կրթական շեղումը գալիք սերնդին, սա պիտի բարձրաձայնենք։ Հիմա եթե բարձրաձայնում եմ, դա նշանակում է մյուս կողմի ականն եմ, դուք հիվանդացրել եք այդ մի բուր 1.400.000 ժողովրդին, ուղղակի հիվանդ եք սարքել։ Եվ ընդհանրապես հիշեք, սիրելիներ, քաղաքական պրոպագանդայի մեջ կարևոր չի ինֆորմացիայի տեսակը, այլ կարևորը հեղեղելը, որ այտենց մի ականջդ մի կողմ կախված լինի, մյուսն է սենց ոլորված մյուս կողմ, չհասկանաս ինչ է կատարվում։ Դրա դպրոցը չկա, ուղղակի նրանց սրանց, թե նրանց, սրանց ու մույսին ու հարևանի կնգան, սրանց բոլորին պատրաստող աշխատելա ֆորմատ կա։ Ինչպես պահել հեղեղված քաղաքական դաշտ։ Well, ես պետրիոտ հայ-ամերիկացի եմ, ես Ամերիկանը շատ սիրող եմ, և կպաշտպանեմ Ամերիկայի շահերն են, իմ սուրբ հայրենիքի են, ես չեմ հրաժարվելու հայ-ամերիկացի լինելուց, որովհետև դա է, որ կբերի այդ ողն ուղեղն ու էթիկան, չէ։ Հա, ես ողջունում եմ փոխնախագահի հռչակումը, որ ամենավստահելի երկիրը դուք եք այս տարածաշրջանում, քրիստոնյա լինելու առաջի այդ ազգերի և քրիստոնյա աշխարհի կերտող ազգը լավ էլի, մի հատ ոտքով զբոսնենք ու կարճ մի քանի բառով քաղաքում բոլորի հետ խոսալով ման գանք մի հատ։ Էդ առաջնորդությունդ։ Խնդրում եմ էլի, մենք մեզ լավ նայենք մի հատ։ Ուստի ես շնորհակալ եմ, որ մեր Աստված Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեզ տվել է, տրամադրել է ժողովրդավար դաշտ, բայց այդ ժողովրդավար դաշտի մեջ մենք անելիք ու աշխատանք չունենք, իհարկե ունենք։ Մենք մատներս միայն կառավարությունը չի, մենք էլ ենք այդպես, մատներս տնկում ենք մի անձի վրա, և դա, հարգելի վարչապետ, գալիս է նրանից, որ դուք եք եսակենտրոնացրել մեկ գրասեղանի ամեն ինչ, դրա համար բոլոր մատերը գալիս են ձեր ուղղությամբ, որ մեզ խայտառակեց ընդդիմություն կոչվածը, բոլոր պանտուրքիստ և պակիստանցիների էջերում, խայտառակեց իր հայհոյանքներով պետական մարդկանց ընտանիքների ուղղությամբ, խայտառակ, բայց ազգային ժողովի այդ իրավիճակներն էլ հո միայն մեկ կողմը չի մեղավոր, այս բոլորը վերանայել է պետք, 26 թվին ովքեր և նրանք, կրկնում եմ, մեզ հետ կատակ մի արեք, բոլոր արտքաղաքական ուժերին եմ, այդ 5 կուսակցությունները կաք դուրսը, դուք թուշ համբյուրող պարազիտներ եք, դուք ազգային չեք, ես 17, 18, 19 թվականներից արդեն ճշտել եմ դուք ով եք, ձեր դաշինքներին չեմ օգնել, եկել եմ օգնեմ, որ հարցաքննվես, և ճշտել եմ ով եք, շատ պարզ գիտեմ, մեզ նման նույն կրկնությունը տարբեր գունավոր դրոշակներով այս պարազիտ միջավայրը պետք չի, մեզ ազգային պատգամավորներ են պետք, որ բարձրացնեն ազգային հարցեր և ժողովրդիս, ազգային ժողովրդիս, ընտրաթերթիկը կտանք այդ ադվիկատ քաղաքական ուժին, որ մեկն է ազգային ադվիկատ, եղբայր եվրոպական միության հետ համագործակցել ուրիշա, քո պատմության գրքերը փոխելն ուրիշա, որ համապատասխանես իրան, Հայաստանն է, ուստի ես շատ բաները ողջունելով նորից էլ պիտի ասեմ,
Ոչ թե շնորհակալ եմ, այլ երախտապարտել եմ ես պետությանը, որ ես հնարավորություն եմ ունեցել մուտք գործեմ բանակի արգելածողից ներս, եւ ես ապրել եմ իմ նպատակը եւ դրա համար շնորհակալ եմ պետությունից։ Անցանք առաջ, գրամ ազգային գործ չեք անում, պարոնեք, գրամ, եւ ինչ է նշանակում, օրինակ ես միայն Հայաստանի ղեկավարությունն եմ։ Այո, մենք ցեղասպանություն տարածած ենք, դու պարտավոր ես ազգային պատկանելիության օջախներ ստեղծես, դու պարտավոր ես, եւ այդ պարտավորությունը պիտի բարձրացնի ազգային ադվիկատեղնող պատգամավորը, մենք ցանկություն չունենք, բերենք տեխնացու, որ մտնի այդ անիցիալ աթոռների վրա նստի, այրունը նեխած կարմիր աթոռներին, որին ազգային ժողով եք ասում, թքեմ այդ աթոռների վրա ես, որ մինչև հիմա այդ եղբայրասպանության հենց այդ աթոռների վրա արդարությունը չեք տվել, գնացեք նստեք, ու պինդ նստեք, մեզ պետք են ազգային ադվիկատներ, մեզ հին ու նոր կուսակցություններ հերիք չի, եւ հետաքրքիր չի, եւ գոյություն չունի Հայաստան, այսօր կրկնելու եմ, եթե դու մարգարիտներ շարես մայթերին, եւ ոսկե ջրես փողոցները, եթե Քոչարյանը դրա վրա քայլում, եւ իմ երկրում շնչում է եւ հրապարակում տաբուրետկի վրա չի կանգնած, դատապարտված մահապատժի, թքեմ վրեն եղբայր, ոչ մեկը հետաքրված չի դրանով։ Վիժել է արդարությունը Հայաստանում։ Կարճ կոնկրետ ու վերջակետ։ Միջեմա մանվել գովացողներ ունեք։ Հեսա որ մտնեմ TikTok, նայեք։ Անպարտելի է եղել ասма իրանց զորավարը։ Ֆյուֆ։ Ես 60 տարեկան քյոփակ պիոներ դաստիարակելու նիարտների համակարգ եւ ժամանակ ներդնելու նպատակ չունեմ, սիրելիներ։ Եղավ, ես ընդհանուր, այսպես ասած, ենթամշակույթն եմ նայում, մի զզվելի երևույթ է մեր մոտ։ Եթե կինը մի քիչ շատ կարճ է հագնում, դուրս ընկած եք ասում, բայց տղամարդը եթե երեխուն լքում է, էթում է մի կիսա վարակ Ռուսաստանում երևույթ է գրկում, տղայություն եք ասում, չէ, այդ տղեն ավելի մեծ պոռնիկ է, քան կինը, որ մարմնավաճառը։ Աստված ասում է անհայրերի հայրը ես եմ, ես թքեմ ձեր երեսին արա։ Ժողովրդից մեջ ով լքել է երեխա, աղջիկ տղա երեխա կապ չունի, ընտանիք իրա կնոջը լքել է ուրիշ կնոջ համար, թքեմ ես քո դաստիարակողի երեսին, որ լավ տղեն ուզում է սեղի, դե գնա քաշ արի, բայց օրը գալու է այդ իմ երեխեքից, որ անհայր եք թողե, հանուն այդ կիսա վարակ ռսերի ձեր, այսեն սիգարետի փող ես մուրալու, վերև Աստված կա։ Նրանք անհայրերի հայրը ես եմ կհայտարարես զորքեր ու տեր իր սուրբ անունին փառք։ Երկրորդը, նրանք ունեն ազգայիններ, որ շատ ու շատիր են իրենց։ Շատ, նրանք անհայր չեն։ Մենք իրանց հոպար էլ չենք, իրանց հերերն ենք։ Սա արդեն հենա դրածախաչը։ Ես ամեն օր մեղք ունեմ, որ գործում եմ, մեղավոր եմ, բայց կան բաներ, որ մենք խախտելու նպատակ չունենք, մի քիչ շատ խճճված եմ խոսում, բայց այս բոլորը մեծ ազգային հարցեր են, ուր է ազգային պատկանելիության օջախը, պետություն կոչված, որ այդ երեխան պռոշը չուրացնի, էթա պարսիկի գիրգը ուրախացնի եւ գնա ազգային պատկանելիության օջախը, ուր է էդի։ Մենակ ելույթ է, մուտի դեք դուք։ Ոչ մեկը չի բերել Ամերիկային հարավային Կովկաս, ամերիկացին տեսել է, ասել է գալիս եմ, յանտու, եկել այդտեղ մենք էլ ենք օգտվում, բայց դու չես բերել, ամերիկացին է եկել, սա է իրականությունը։ Քանի որ ես երկրումս չունեմ ազգային պատկանելիության օջախ, միակ ու մինուճարը դա հայրաքելական Սուրբ եկեղեցին է։ Եղբայր Հովնանը Տերտերյանը գրել է, ստորագրել է, որ Գարեգին բեն թող հեռանա, չէ, բայց Հովնանը, Վազգեն Քահանան ու նույն Գարեգին բեն են օրտնել եւ համարել
օրինական ամուսնության ինստիտուցիա երկու տղամարդու ամուսնությունը։ Է փարաչայով մադամ Փամփալինո։ Թուրքը ասում է բոխլուդա չամրլը բան մի օր։ Ասում է քակոտը ցեխոտին չի հավանում։ Այս կիսա մադամ Փամփալինո գազիկու ապազգային իրավիճակ ա տիրում։ Լոս Անջելեսում էլ հավաքվում են, որ Հովնանը բանա իրա դրոշման եսի մինչ իր օծիկի պարտականությունը։ Դու եթե գիտես, որ ինքը հետի արել է այդ արարքը, լոսի բոզ Արտուրիկ, խես էթում կայնում սատան, դու գիտես դու ով ես, Սահակյան, Ալֆա TV, KGB-ի բերան։ Եղբայր կամ մոմը որ վարում ես լույս ա տալի, հետի չեն ծածկում։ Գնա Մեղայի Արտուր Սահակյան, Alpha News, եւ սպասի դեպորտի տորին։ You getting deported. Oh, you getting deported. Because you got to go to Armenia and answer for a certain crime that cost the life of a man, and you got to answer for that. You got to answer some questions. Tu ներկա ես եղե կոլխոզիտ պես դաշտում, թե որտեղ ապարան Երևան ճանապարհին մարդածեցի ենթարկում եւ մահանմա չգիտեմ ոնց ա եղել այդ, չգիտեմ, բայց գիտեմ որ Հայաստանում մի երկու հարց ունեն։ Մի հատ էլ մեյդանները տենամ ֆրֆռալուց, ավելի շուտ ես վերադառնալու։ Ուղղակի ժամանակ եմ տալի, որ չամադան մամադանները դասավորես։ Բոլորին կտնենք տեղները։ Դուք տեղյակ եք ինչ վնասներ ենք կրեմ ենք ժողովուրդ։ Գոնե մոտավորապես ֆանտոմ անում եք հաշվարկ։ Այս բոլորը աղբա, քաղաքականի հետ կապ ունի։ Իրանց նախկինին ասում, որովհետև իրա քերուկանիգը քարտուղարուհին ա եղե, Սիլիբիլի եսիմում, սերժական կողմի, սրանք էտ են։ Մենք պարտավորված ենք որպես հայկական լիգիոնի կորպուս Անդրանիկ Սուրբ Զորավարի, մենք Սուրբ ուխտ ունենք մեր ինքնիշխանությունը, այո, այսօրվային ինքնիշխան պետականությունը, այդ կաբինետը ոնց որ կա ինձ համար սրբություն է։ Ես պետք է պաշտպանեմ այս վարչապետին, դուք գիտեք, որովհետև հենց իրենք հենց են արել, որ ես ուրիշ ընտրանք չունեմ։ Իրանք են պահել Քոչարյանին, որ վրան պոզերով ընդդիմություն ունենան։ Սա ասում եմ պետության երեսին, դուք եք պահել նրանց։ Դա քաղաքական է։ Չեմ ուզում մանրամասեմ քաղաքական, տողատակ քաղաքական եք։ Տողատակերը թո ժողովուրդը կարդա։ Բայց մեկ բանը հստակ, տես սիմպտոմներ կան էլի առողջանալու, պրագնոստիկ, շոշափելի իրականություններ են արձանագրում պարոն վարչապետ, օրինակ Սասուն Միքայելյանի հենց Սևանի ափին գնաց է տուն ասարքե։ Մի մանվելիք էլ էտա։ Քանի հազարնոց զորք առաջնորդում։ Եղբայր մի նեղացեք։ Այլանդակել եք երկիրը։ Հետո քայլեր կան այստեղ արվում են։ Մենք այո եվրոպացի ենք դառնալու մի օր, բայց մենք եվրոպացի չենք, այս Սիրիայի փախստական պատերազմից եւ այլ, այդ գետնանցումների մեջ որ փոքր բուտիկներ ունեն դրա, սա զինվորական այո այս խնդիրը, որտեւ այդ տղեն որ վաղը ելավ գնաց երկրից, քաղաքացիական գրող եւ այդ պաշտպանության գործից իրանք մաստեր են, այդ զորքը պետք է ինձ։ Ես ձեր նման կարճատես չեմ, մայոպիկ կիսագրագետ, չդիվանագետներ։ Մենակ փայլուն կտկտիկ կոշիկներով չի։ Բռնեց Չապաևը, Ավինյան։ Չապաևը հրամայելը։ Փագել խանութները, դուրս չի գալի։ Ավելի լենոբոլ թող լինի գետնանցումը, խնդրեմ։ Հիմա այդ մարդը ուր է թա։ Նո դու եթե նայ, եթե էկոնոմիկայի մեջ տեղ ա գտել մի աշխատելա ոչ, դու որպես պետություն պետք է կանգնես ասես հոп։ Մի ամսով փակվում է էսի, հետո մի ամսով փակվում է եմ մի կողմը, ստեղ հոսանք պիտի ապահովվի, այս խոնավությունը մոլդ ա աճում շնչառության կամ
քթի ալերգիաներ տվող այդ սև որ աճումա խոնավությունից պետք է ջոգ է Տիկին Ավանեսյան ստուգում եք չէ տենց բաները Եթե մենակ Նիկոլ Փաշինյանի գրասեղանն է գործանը մարդկաց մխի աշխատեմ ընկեր մեգա գլխիս է գոռալու տուշը պետք է քանդի տա բուրը սնցի պետք է ասի այդ տուշը նայի տես ինչ արժի Մարդիկ ասում են այո պարոն վարչապետ շատ ճիշտ է ընթացքի մեջ է բոլորը դուք արիք Առողջապահության մինիստրը ես, աղջիկ ջան։ Այդ գետնանցումի բուտիկներին նայել ես հեչ, հա, այդ հագուստներ, բաներ, զարդեղեն, նվերներ, ծաղիկներ, որ ծախում են, այդ արդեն 50 տարիքը ահատած եւ այլևս նույն առողջական սիկլը չանցկացնող, այդ քույրս որ կանգնել է այդտեղ այդ ցրտին, ծաղիկ է վաճառում, այն պլենդուզների արանքը այդ սև մազատիպ որ աճում է, ինչ է այդ Տիկին Ավանեսյան Հավաքեմ լաբորատորիկ արդյունքներն էլ բերեմ դնեմ սեղանիդ։ Ինչով ես զբաղվում։ Այդ բանակի մեջ լավ լսեք ինչ եմ ասում։ Հայկական կոպեկ որ ասում եմ, counter insurgency command որ ասում են, հակաապստամբության կոմիտե որ ասում եմ, տո ոչ միայն հետախուզական ու հակահետախուզական, այլ հենց ինքը թշնամի երկրի մեջ ներսի գյուղացիներից կապով ապստամբություն մշակող հուշտ գաղտնի կամանդը, սենց բաներին ուշադիր է։ Ինչի։ Որովհետև եթե իմ ժողովրդի առողջությանը չես հետևելու, իմ ժողովրդի բարեկեցությանը չես հետևելու, իմ ժողովրդի մեծացրած երեխեքի աչքի լույսի նման նայած աղջիկ երեխեքին պետք է թողես անազգ անհայրենիք, անկաթողիկոս ու այլանդակվեն, ուրեմն մի բան են չի։ Եվ այդ ապազգային կարգավիճակի խնդրին լուծում տվողը այդ հուշտ գաղտնի բանակային այդ բան ամեն ինչը դեմոգրաֆիկ եւ աճող ժողովրդի մեջ պատանի սերնդի բռնած նպատակ ուղություն պատկանելիության օջախ ազգային որ երկիրը եւ բանակը մնա հզոր այդ բոլորը մեր վրա է մնում այսօր քու գեներալներիդ մի երկուսի որ փախած ունես պարոն վարչապետ վրեն գեներալ մայոր ես խփել Կարվող հերոս տղաները շարքերումս են։ Մենք մի օր գալու ենք այդ խոսքը բացենք։ Երեխեքի շիրիմներն էլ թողած փախած, այսօր որ Սևանի ապտոնը քանդին ձեր։ Գումարտակով ես փախե դու բուխանկա։ Թողել ես տղեկիս վրեն։ Երեխեքի շիրիմներ որ եղելա որ մի քիչ շատ օրեր ա մնացել, բայց հանել են։ Գալու ենք ես խոսքը բացենք մենք։ Իշքան ուզում ես թռի վռի արա։ Սենց բոյո, բեղկի նման տղեկ կայնացել են, մեզ հետաքրքիր չի։ Մենք տես տղա մղա շատ ենք տեսել։ Այսօր Սևանի ափին որտեղ այդ ապորենի տներն էին, կարաս ու դճկեն վերցնես, թորնիկիդ հետ գնաս ձգի սիրելի հայրենակից։ Թոր չէ, դինամիտ չէ, քլոր չէ, այդ թակարդները չէ չինական, կարաս եթե սուկ բռնելու։ Շնորհակալ ենք, պարոն վարչապետ։ Ժողովրդից վերադարձնելու համար նրա ազգային գանձը, բայց մեկ հարց կարելի է։ Օրինակ Քանաքեռի Գեսի Արմենը, վարչապետիդ եմ ասում, գետը սեփականացրել է, բայց Չապաևը թխի չի կպնում իրան։ Էրի շինություն արել ընդեղ ներքևը, տեսել ես։ Այդ թաղամասի նոր ամուսնացած հարսերը, որ երեխա են բերեք ուզեն մաքրոտին իջնեն գետարյապ, կվախենան, որ իրան էլ երեխունը կհոշրեպ է։ Բերելա մի ուռողների սաստավ, են ռսի էլեկտրական դարպասի ծենկոմ, մի լկտի անոցի, բանա, լկտի անալու ինձ տտուտ։ Բա Չապաև գնա տիրություն արա։ Գրի, եղբայր, մաքրեք, իմա։ Ես պիտի խնդրեմ բոլորիդ, տնային աշխատանք այսօր, մենք եգիպտացի մալապար հնդիկ և ասորիների, Իթիոպիայի և Էրիթրեան այսօր առանձին, այսպես ավտոնոմ ռեգիոն, թե առանձին հանրապետություն հանդես գալով մեծամասնությունը մերոնք են։ Սուլթանը նպատակ ունի այցելելու, այս Չիշիգանողը տակը, այս Էրդողան։ Իթիոպիա նորից։ Նայ, եղբայր։
Այդ որ բանը բռնում սենց կանգնում եք պագրիշկեքի մոտ մի երկուսդ կակ, բայց դեմը կռվող էլ կայնող երեխեքն են, մի երկուսդ կայիք։ Այդ դրոշակի մոտ տենց նկարվի այդ բան, խաշլամի կաստրուլկի մոտ։ Այդտեղ ամենակ կռիվը, ձեր ինտելեկտը այդքան է հերիքում։ Ես ասել եմ, որ իմ բանակի ձեռքը պետք է հասանելի լինի ու լինում է։ Աֆրիկա, Եվրոպա, թե որտեղ եղավ իմ երկիր ու ժողովրդին սպառնողը։ Անտարկտիկա թող գնա սառույցների տակ պահկվի, կհանեմ, կբերեմ, որտեղ պետք է իրան դնեմ։ Եղավ։ Դա է աշխատանքի ընթացքը։ Միությունն ազգերի եւ դա մեր եղբայրական ազգերի, ասորի, մալապարհնդիկ, եգիպտացի ղպտի, իրիթիացի, ումը բաց թողում արեցի, ներող թող լինեն, հայ, եգիպտացի, Իթիոպիացի, հնդիկ մալապար եւ ասորիները, Ասորիստան, Սիրիայում, եթե քարտեզի վրա գծեք գծեր այսպես, գիտեք ինչ է անում։ Երկրագնդի անցակետերը արգելածող մեր ձեռքն է լինելու։ Եվ հայկական լիգիոնի կորպուսը արդեն տեսնում է իրական աճ, որ մնացած մեր եղբայր ազգերի էլ լիգիոնի կորպուսը կհիմնվի եւ կհայտարարվի շուտով կլոր սեղանի շուրջ։ Մենք այդ կրթական պաշարը ունենք էլի, որ այդ աշխատանքը ճիշտ ներկայացնենք եւ մատուցենք մեր ժողովրդին, որոնց մեծամասնություն չի կարողանում ընկալի եւ դեկոդա անի այն մեսեջ ու կոդը, որ տալիս եմ հիմա, տողատակերը չի կարողանում հասկանալ, ես գիտեմ։ Ես ուղղակի ուզում եմ դրանով իրանց ասեմ, որ շատ ավելի մեծ ու հզոր ես, քան քեզ համոզել են, այս գնդոները անգրագետ։ Եվ 9 անգամ ՆԱՏՕ-ից մեծ ենք։ Ես չափազանց չեմ ասում, բայց այդ 1,600,000-ը, ասենց այդ փշալարելի օղակի մեջ, մենակ պետք է սենց տենակ, օպերայի շենքի դեմ ով է գոռում, բանում ով է հավաքվել, տավուշում, կուրկուրներով իրանց, Սերյանը կա մի հատ, Կոմիտասի այգու Սերյանը, հա, Սադի Սերյանը, կուրկուրը տավուշի, մեկ էլ սենց, մեկ է տրան, չեն թողում ուրիշ բան լսես իմանաս, վախենում են, ու չեմ մեղադրում, այս միությունից ՆԱՏՕ-ն էլ անհանգիստ, Կրեմլին էլ, մնացած բոլորն են։ Մենք վստահելի գործընկեր գտնում ենք, the only one we could trust in our work to flourish. The Legion Corps of the Brethren is the United States. USA plus Armenia equals freedom. Thank you, Mr. Vice President. Thank you for your service in the Marine Corps. You can count on me, sir. Կտեսնվենք շուտով, սիրելի ազգ։